Նոր գիրք, նոր նկրտումներով։ Խոսքն Ադրբեջանում մոտ 1 ամիս առաջ հրատարակված գրքի մասին է։ Հեղինակը Թելման Գասիմովն է։ Գրքի անվանումը Երևան յուրաքանչյուր քար պատմությունը։ Խոսվում է թշնամու, այսինքն հայերիս կողմից իրենց հին հողերի մասնակի օկուպացիայի և պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման մասին։ Այս ամենն էլ հերիք չէ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքի շնորհանդեսի ընթացքում մեզ վանդալներ են կոչել, պնդել, թե իրենց մշակութային մնացորդներն ենք որպես հայկական հուշարձաններ ներկայացնում։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանում է Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունը։ Այսինքն նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագիրը ուղղորդված է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս հիշեցնեմ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Այսպիսով օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան, անում են դա ագրեսիվ կերպով, թեև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։ Հարցն այն է, ով է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում, եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք Միացյալ Նահանգների միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով ստում է, որ բացառիկ փուլ է բացվել։ Դատեք ինքներդ։ Ադրբեջանը երբեք էլ չի հրաժարվել հակահայկական քարոզչությունից և դա արել է պետական մակարդակով։ Նախագահի աշխատակազմի ներգրավվածությունը կամ առհասարակ պետական ներգրավվածությունը հայկական կառույցի շրջանակներում տարվող աշխատանքներում դա կլինի թե ձեր կողմից նշված գիրքը եւ թե այն բոլոր հրատարակությունները, որ իրանք անում են, դա վերաբերել է եւ ոտանավորներին, եւ պատմական ակնարկներին, եւ քարտեզներին, այսինքն ամբողջական առումով ինքը իր մեջ ներառում է մեզ արդեն հայտնի հակահայկական տրամադրությունները։ Խաղաղության բացառիկ որակվող փուլն այնքան էլ խոստումնալից չէ։ Արևմտյան Ադրբեջանի նկրտումների շարունակականությունը երևում է Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևի ելույթում, ըստ որի քարտեզի վրա չկա սևանալիճ, կա գյոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, մինչդեռ թրիփն արդեն ուժի մեջ է։ Խաղաղությունը դիտարկել միայն, որ թուղթ են ստորագրել կամ դրա մասին շատ են խոսում, ինքնին ինքնախաբեության դաշտից է եւ Ադրբեջանը երբեք էլ չի համենայն դեպս մոտակա տարիներին, ես կանխագուշակ չեմ, բայց հաշվի առնելով իրենց արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով իրենց կրթական համակարգը, հաշվի առնելով բոլոր այն դրսևորումները, որոնք եղել են մինչ օրս հայերի եւ առհասարակ հայկականի նկատմամբ, դրանք խոսում են նրա մասին, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ ոչ թե սարերի ետևում չէ, այլ առհասարակ չի երևում։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը առերևույթ խոսել է խաղաղությունից, բայց շարունակել լրիվ հակառակ կերպ։ Հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, եթե դպրոցական երեխան աշակերտը Ադրբեջանում, որը հայատյացությամբ է ուսուցանվում իրենց այդ դասագրքերով, արդյոք նա կարող է հաշտ, համերաշխ, այսպես վերաբերմունք դրսևորել տարիներ անց, երբ որ նա կդառնա հասուն մարդ, առավել ևս այն պարագային, երբ որ այդ երեխաներից շատերը կզբաղեցնեն պետական պաշտոններ Ադրբեջանում եւ իրականացնեն պետական քաղաքականություն հանդեպ Հայաստանի, հանդեպ հայ ժողովրդի, ազգությամբ հայերի։ Արդյոք նրանք կլինեն խաղաղասեր, անշուշտ ոչ։ Այն, որից դուր է հավատնծայել, թե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, Հասան Ջալալյանը հիմնավորում է նաև փաստաթղթային ձևակերպմամբ։ Ռասայական խտրականության վերաբերյալ եվրոպական կառույցների 2022-ից 23 թվականներին հրապարակած հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը պետական մակարդակով, լրատվության միջոցներով, դպրոցական դասագրքերով։ Բացարձակապես հավատ չպետք է ընծայել։ Ես ասեմ, որ իմ խոսքը հիմնված է փաստերի վրա։ Տեսեք, ադրբեջան-արցախյան կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ ասեմ, ադրբեջանական կողմը, սա այդ կոնֆլիկտի ծագումից մինչև մեր օրերը 14 փաստաթուղթ է ստորագրվել այդ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, բոլոր փաստաթղթերում նշվել է, որ այլևս կարգավորվում է խաղաղություն պիտի լինի եւ այլ եւ այլ։ Բոլոր փաստաթղթերում էլ խախտել է Ադրբեջանը կողտորեն։ Խաղաղության օրակարգը բաց է։ Ղազախական ցորենն էլ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան, բայց որ արևմտյան Ադրբեջանն ուժի մեջ է, կասկածի տակ է դնում ադրբեջանցի գործընկերների խաղաղասիրական միտումը։